Ողջույն, այսօր իմ հյուրը քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է։ Զրուցելու ենք Ադրբեջանի կողմից պարտադրվող Զանգեզուրի միջանցքի երևույթի, դրա քարտեզագրական հիմքերի, ադրբեջանական կեղծ քարտեզների եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիոն գործընթացի մասին։ Պարոն Գալչյան, շնորհակալ եմ իմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը փաստում է, որ Հայաստանի տարածքը 29743 կիլոմետր տարածք է։ Ես եթե ճիշտ եմ հիշում իմ հետազոտությունների արդյունքներից, ապա խորհրդային շրջանում Հայաստանի տարածքը կազմել է ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ ըստ էության տարածքային փոխանակումներ են եղել երևի Ադրբեջանի կամ գուցե նաեւ Վրաստանի հետ, ինչի հետևանքով է տարածքը նվազել մինչեւ 29743 կիլոմետրը։ Ճիշտ է, եթե նայենք խորհրդային միության քարտեզներին 1926-27 թվականի, այնտեղ Հայաստանի տարածքը ատլասների մեջ պարզապես նշված է 30,948 քառակուսի կիլոմետր։ Իսկ այսօր 1200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք պակսել է Հայաստանի տարածքը։ Ինչու է պակսել։ Այո, Հայաստանից տարածքները հիմնականում տրվել են Ադրբեջանին, քանի որ պատճառաբանություն կար դրա համար, առիթ կար այդ գործ անելու։ Երբ 1923 թվականին Ադրբեջանը հայտարարեց, որ Արցախի եւ Հայաստանի միջև տեղադրելու են նոր նահանգ են ստեղծելու, գավառ են ստեղծելու Կարմիր Ադրբեջան անունով, այդ Կարմիր Ադրբեջանը պետք է տեղափոխվեին բոլոր քուրդերը, ամբողջ քուրդերը, որոնք ապրում էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում, պետք է փոխադրվեին այդ շրջանը։ Քուրդերը մեծ չէին թվով 35,000 հոգու մոտ էին, բայց հավանաբար ունեին 1 միլիոն ոչխար իրենց հետ։ Եվ քանի որ այդ տարածքը, որ պիտի տեղափոխվեին, լեռնային էր, դա Հայաստանի եւ Արցախի միջև եղած տարածքն է, Քաշաթաղը եւ այլն, ուրեմն Ադրբեջանը դիմեց Կովկասյան դաշնությանը, ասելով, որ քանի որ Հայաստանի մեր տարածքներում քիչ արոտավայր կա ադրբեջանցիների ոչխարների համար, ուրեմն Հայաստանից արոտավայրեր հանձնեք մեզ, որ կարողանան քուրդերը օգտագործեն իրենց ոչխարների համար։ Այդպիսով շուրջ 500 քառակուսի կիլոմետր Սև լճի շուրջը, Սև լճի հյուսիսային շրջան ամբողջովին 27 թվականին տրվեց Ադրբեջանին։ Հետո էլ ալ լճերը, որոնք Սևանի հարավ-արևելքում են գտնվում, նրանց էլ մի 200 քառակուսի կիլոմետր տրվեց Ադրբեջանին, սա արդեն 700 քառակուսի կիլոմետր էր։ Դրանից բացի ուրիշ հատվածներ էր ապագայում ուրիշ պայմաններով տրվեցին Ադրբեջանին, բայց հիմնականը դա եղել է, որպեսզի քրդերն ունենան բավարար արոտավայրեր իրենց ոչխարների համար։ Բայց եկեք տեսեք, որ 1930 թվականին Ադրբեջանը չեղարկեց իր որոշումը Կարմիր Քրդստան ստեղծելը, քանի որ դեռ չէին տեղափոխել քուրդերին եւ որոշեցին չեղարկել։ Իսկ օրենքն ասում է, եթե այդ պատճառով, այդ պատճառաբանումով, այդ նկատառումով հողերս վերցրել Հայաստանից քուրդերի համար, հիմա որ դա չի լինում, պետք է վերադարձնես տիրոջի հողերը։ Եվ նրանք ոչ մեկ այդ հողերը չվերադարձրեցին Հայաստանին։ Այստեղ արդեն իրավաբանական խնդիր կա։ Դա հնարավոր է միջազգային դատարան բարձրացնել դրա համար, բայց միջազգային դատարանները տասնյակ տարիներ քաշ տալով որոշումները հայտնի չի ինչ են կայացնում։ Այդպեսով մնաց Ադրբեջանի տարածքները։ Դրա համար Հայաստանի տարածքը այդքանից 1200 քառակուսի կիլոմետրով պակսեց։ Իսկ անկլավներն էլ այդ շրջանում հանձնվեցին, թե դրանք առանձին տարածքներ։ Ոչ, անկլավները առաջի Տավուշի երկու անկլավները հանձնվել 1936 թվականին, իսկ Տիգրանաշենը 1939 թվականին։ Դրանց տարածքը իրար վրա երեքը միասնաբար շուրջ 45 քառակուսի կիլոմետր են, շատ չեն։ Այնպես որ շատ նշանակություն չունեն դրանք։ Հետո դրանից հետո մենք ստացանք Արծվաշենը որպես հայկական անկլավ Ադրբեջանի տարածքում, նա էլ 44-45 քառակուսի կիլոմետրի մոտ է, որ համարյա նույնն է, ինչ որ մյուս երեքը Ադրբեջանի անկլավները Հայաստանի տարածքում։ Բայց մի բան մոռացում են մշտական խոսել դրա մասին, որ Արծվաշենը իր շրջանով Հայաստանինն էր։ Եվ այդ ընթացքում ամբողջովին Արծվաշենը եւ իր շրջանը տրվեց Ադրբեջանին,
Հետո Ադրբեջանը բարի գտնվեց, որ Արցախյան գյուղը Հայաստանին տա որպես անկլավ։ Դրա համար փաստաթղթեր գոյություն ունեն, որ դա մեր տարածքն է։ Իսկ մյուս 3 անկլավներ, որոնք մեզ տարածքից տրվել Ադրբեջանի, ոչ մի օրինական հիմք, որոշում կամ կարգադրություն չունի։ Պարզապես խորհրդային շտաբը քարտեզի վրա գծել է եւ ասել է սա անկլավ է, ադրբեջանական անկլավ։ Խոսեցինք այդ սահմանազատման գործընթացից նաև անկլավներից, փաստացի Տավուշի շրջանում սկսել են եւ այնտեղ էլ ավարտել են այդ գործընթացը։ Հաջորդը, ինչպես հայտարարում են, Սյունիքի մարզում է լինելու։ Այնտեղ ինչ ռիսկային գոտիներ ունենք տարածքային կորուստների մասով։ Տեսեք, Տավուշինը չի վերջացել դեռ։ Տավուշինը մեկ մասը, որ ճանապարհը զուգահեռ գնում էր սահմանին, այդ մասն էր, որ վտանգավոր էր մեր մեքենավարների համար, այդ մասն է, որ 12.7 քառակուսի կիլոմետր երկարությամբ դրանք սահմանազատվել են, բայց Տավուշում կա տարածք, դեռևս ճանապարհներ ունենք, որ Կիրանցից մինչև Ոսկեպար հասնելը 4 անգամ մտնում են ադրբեջանական տարածք եւ վերադառնում Հայաստան։ Այդ մասը դեռ արկախ է, դեռ չի որոշվել, որ ինչպես պիտի լուծվի դա, եւ հավանաբար ճանապարհն այն է, որ մեկ հողամաս Ադրբեջանի տարածքից ընդեղ դրվի Հայաստանին, որ ճանապարհը մեր տարածքով անցնի, նույնի համաչափ նույն տարածքի չափ տարածք մի ուրիշ տեղ Հայաստանից դրվի Ադրբեջանին, փոխանակում լինի համահավասար դեր տարածքների։ Դա միակ ճանապարհն է, բայց դրա մասին 1 տարի է խոսում եւ ոչ մի քայլ առաջ ես չեմ լսել, որ առաջ գնացած լինեն։ Դրա համար էլ Տավուշինը վերջնական ամբողջովին չի վերջացել, կիսատ է մնացել։ Գալով ուրիշ ճանապարհներին ես դες ասեմ, որ ըստ ինձ ծրված տեղեկությունների ճանապարհից շուրջ 100 սահմանից շուրջ 180 կիլոմետր երկայնքը համարյա սահմանազատված է, գծված չէ, բայց այնտեղ ոչ զորք կա իր կողմին, ոչ ման չկա, խաղաղությունը տիրում է շրջանում, քանի որ հայտնի է սահմանը որտեղից անցնում։ Սահմանը որոշ տեղեր անցնում է անառիկ տեղերով, լեռների բարձունքներով եւ այլն, որը ոչինչ չեն կարող անել։ Արևելյան հատվածում։ Արևելյան, բայց չմոռանանք, որ Ադրբեջանը 2021-ի մայիսից հետո աստիճանաբար ներխուժելով Հայաստանի ինքնավար տարածքը գրավել է շուտ 240 քառակուսի կիլոմետր բարձրունք։ Այդ բարձրունքներից վերահսկում է հայկական շրջաններին, գյուղերին եւ դրա արդյունքով էլ շուրջ 30 գյուղացիները չեն կարողանում իրենց ունեցած հանդերից, դաշտերից, այգիներից օգտվել, քանի որ Ադրբեջանի ուղակի հսկողության տակ չի, բայց ադրբեջանցի դիպոկահարները այնտեղից կրակում են աշխատողների վրա, եթե նրանք այդ իրանց տարածքը մտնեն, հետևաբար անգործածելի են մնացել։ Այդ չմոռանանք դրանք կարևոր են, որ քանի որ գիտենք, որ երբ որ 2020 նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եղավ, երկու կողմերն էլ իրենց ուժերը քաշեցին խորհրդային սահմանների վրա։ Բայց 6 ամիս անց Ադրբեջանը սկսեց ներխուժել Հայաստանի տարածք։ Ուրեմն նրանք գիտեն, որն է խորհրդային սահմանը։ Եթե Ադիր Ալիևը այսօր ցանկություն ունի կատարելու իր հանձնառած խաղաղությունը եւ իր հանձնառած սահմանների անձեռմխելիությունը, ապա իր զորքերը պետք է հետ քաշի այդ տարածքների դեպի իր խորհրդային սահմանները, որ ինքը գիտի։ Այսինքն շետ 240 կիլոմետրը պետք է վերադարձնի մեզ առանց որևէ ուրիշ նախապայմանի։ Բայց փոխարենը առաջ է քաշում Զանգեզուրի Միջանցքի գաղափարը եւ արդեն գիտենք, որ քարտեզներ են ներկայացել, ինչպես օրեր առաջ հրապարակվեց, մենք էլ կարող ենք տեսնել, որ այս քարտեզը հրապարակեցին, թե որտեղով է անցնելու, բազմաթիվ գյուղեր կան իդեպ, որոնք նախկինում հենց հայկական տարածքում են եղել, այս Նյուվադիի հետ կապված Լեռնաձորի խնդրահարույց ինչ որ բան կար, չէ՞, ես հիշում եմ, որ տարածքային փոխհարությունների ժամանակ այդտեղ այդ անունը եղել է։ Ինչ ռիսկեր ունի այս ճանապարհը, այս հրապարակված քարտեզը մեզ համար։ Տեսեք, այս ճանապարհը հրատարակելով Ալիևը հակառակ է գնում իր դրած ստորագրությանը։ Ինքը ստորագրել է, որ հարգում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, Հայաստանն էլ հարգում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքը։ Դա այն նախաստորագրված պայմանագրի մեջ է նշված, բայց ես դրա անունը կդնեի փոխըմբռնման հուշագիր, ոչ թե համաձայնագիր, քանի որ դա փոխըմբռնման հուշագիր է,
որի նյութը դեռևս մանրամասնված չի, բայց հնարավոր չի փոխել, պետք է լինի նույնը մնա։ Այդտեղ նշված է, որ այդտեղի մեջ Զանգեզուրի միջանցք անունը գոյություն չունի։ Թրամփի ուղի։ Զանգեզուրը ճանապարհ ունի, ճանապարհներ ունի, բոլոր իրենց անուններ եթե ունեն, այդպես, բայց Զանգեզուրը միջանցք գոյություն չունի։ Հետո էլ երկրորդ պայմանագիրը, որ արդեն Թրամփի եւ պարոն Փաշինյանի այսպես խաղաղության խաչմերուկ ծրագիրն է, որ երկուսն էլ նույնն են։ Նրա այդ համաձայնագիրը կնքվելու մեջ, որ երրակողմ է ստորագրվել, նրա մեջ էլ Զանգեզուրի միջանցք անունը գոյություն չունի։ Երբ որ Ադրբեջանը հրատարակում է այսպիսի մի քարտեզ, որի անուն դրել Զանգեզուրի միջանցք, դա իրականությունից շատ հեռու է։ Այսինքն հակասում է Ալիևի իր տված ստորագրությանը, որը պարոն Թրամփին ասաց, որ ով կհամարձակվի այս համաձայնագիրը չեղարկել կամ կարևորություն տալ, որը ստորագրվել է աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքում ամենամեծ դիվանագետի ներկայությամբ։ Բայց ինքը դա անում է այսօր, փոխելով անունը դնելով Ադրբեջանի Զանգեզուրի միջանցք։ Եթե իրենց քարտեզը նորից ցույց տակ ադրբեջանական քարտեզը նորից տեսնենք, այդտեղ տեսեք սահմանը կապույտը որ տեսնում եք, կարմիրը որ տեսնում եք ներքևում Պարսկաստանի ճանապարհն է, դեղինը Հայաստանի ճանապարհն է, ավտոճանապարհը, իսկ դրանց մեջտեղից հարավում դրանց կարմիրին գից անցնում է Արաքս գետը, որը մեր սահմանն է, Հայաստանի եւ Իրանի սահմանն է այդ գետում։ Իսկ դրա գից դրան հյուսիսում այդ սև սպիտակ գծերը հայկական երկաթուղին է։ Հիմա մյուս քարտեզի վրա ավելի մանրամասը կարող եք պարզ տեսնել այդպես։ Տեսեք, կարմիրը Հայաստանի սահմանն է, որը Արաքս գետի վրա է անցնում, սև սպիտակ գծը, որ երկաթուղին է, ամբողջովին Հայաստանի տարածքով են անցնում։ Եթե Հայաստանի ինքնիշխան տարածքով է անցնում, Ալիևը ինչպես իրավունք է տալիս Իրան անուն դնել այդ ճանապարհի վրա, իրենց ցանկացած անունը։ Իրանք կարող են Զանգեզուրի միջանցքը դնել իրենց Բաքվի մոտ եղած երկաթուղու վրա, բայց Հայաստանի տարածքում անցնող ճանապարհի վրա իրավասու չի անունը դնել իր անունով կոչել Զանգեզուրի միջանցք։ Սա Զանգեզուրի միջանցիկ ճանապարհ է, տարանցիկ ճանապարհ է, տրանզիտ ճանապարհ է, ոչ թե միջանցք է։ Իսկ այդ բառախաղը միջանցք թե Թրամփի ճանապարհ ինչ է փոխում առհասարակ քարտեզագրության դիտանկյունից։ Քարտեզագրության անկյունի տեսանկյունից ոչինչ չի փոխում, պարզապես հանրության մեջ խլրտում է առաջացնում, երբ որ Հայաստանում երբ որ խոսվում է ուրեմն Զանգեզուրի միջանցք անվան մասին, ուրեմն մտածում ենք, որ դե Զանգեզուրից մենք հողամաս ենք տալու Ադրբեջանին։ Ադրբեջանը լավ գիտի, որ պարոն Ալիևը ստորագրել է այդ պայմանագիր, որ նման բան չկա։ Այդ գնացքի ճանապարհը անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի միջով եւ հայկական հող է կոչվում դա եւ դրա վրա իրենք որևէ իրավասություն չունեն։ Դրա համար էլ երկու այդ հողամասի ծայրում թե Ադրբեջանից մի մասը թե Նախիջևանի մասը այդ ծայրամասերում պետք է նախապես այս ինչքան օր առաջ սահմանազատումը լինի, որ իմանանք մենք գոնե քանի կիլոմետր սահմանից դեպի հյուսիս մինչև սահմանազատելն, որպեսզի մենք կարողանանք իմանանք մենք թե Ադրբեջանը իրենց անցակետը եւ մաքսակետերը որտեղ են կառուցելու, որտեղ շենքերը գոյություն չունեն, պետք է կառուցվեն։ Մինչև որ սահմանազատումը չլինի դրանց, դա չեն կարող անել։ Ուրեմն Տավուշը պետք է թողնենք հիմա առայժմ, այս կա 5-10 կիլոմետր այս սա Սյունիքի հարավային ծայրամասը, այդ սահմանը մենք սահմանազատենք, հետո նոր վերադառնանք Տավուշին եւ մնացորդին։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ունի բավարար մասնագիտական ուժ այդ դելիմիտացիոն գործընթացում նվազագույն վնասներով դուրս գալու համար այդ գործընթացից։ Գիտեք ինչ է, վնասներով դուրս գալ չկա, քանի որ մենք գիտենք ինչ քարտեզների վրա ենք Ալմաթայի հռչագրի համաձայն մենք տալիք Ադրբեջանին ոչինչ չունենք, բացի այդ մի քանի քառակուսի կիլոմետր ճանապարհը, որը մենք դրա շրջապատը Տավուշում գրավել ենք, որպեսզի անվտանգ լինի մեր ճանապարհը անցանելի լինի։ Եթե դրանք վերադարձնենք Ադրբեջանին, Իջևանից դեպի նոյեմբեր գնացող ճանապարհը չի կարող, այլևս չի աշխատի։
Ուրեմն միայն դա է մնացել մի քանի քառակուսի կիլոմետր, մինչդեռ Ադրբեջանը գրավել է 240 կամ ավելի քառակուսի կիլոմետր մեր տարածքներից։ Երբ որ պարոն վարչապետը համեմատեց, որ մենք էլ ունենք տարածքներ տալու, այդտեղ իմ թվում է պետք է սխալը պետք է նշել, որոնք կազմում են Ադրբեջանի գրավածի շուրջ 1%-ը, 1/100-ը։ Դա չասվեց եւ ընդդիմությունն էլ դրանից առիթ առնավ դրանից վերցնելով սկսեց տարածել Ադրբեջանի ցանկացած տեղեկությունները, ինչպես որ այսօր անում են հենց այս Զանգեզուրի միջազգը փոխանակը իմ մեր ընդդիմությունն էլ կանգնի ասի պարոն Ալիև դու հակառակը քո ասածին ես տոնում ճիշտ չի քո ասածը ճիշտի եւ քարտեզի անունը փոխի տարանցիկ ճանապարհդիր նրանք մեծացնում են Ալիևի ասածը եւ ցրում Հայաստանի տարածքով մեկ որպեսզի ժողովրդի մեջ դժգոհություն առաջ տանեն հանդեպ իշխանություններին դա ընդդիմության գործը չի ընդդիմության գործը այն պետք է լիներ որ ինքն էլ կանգներ այդ խոսքի առաջ դրանց գարին եւ ասել բարի Ադրբեջան Ալիև Ադրբեջանի ղեկավարություն սա սխալ գործավարեր եք Եվ հայ-թուրքական սահմանի մասին էլ խոսենք։ Ես այսօր էի կարդում, որ թուրքական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկատվություն ինչպես Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ իբրև թե Հայաստանը մոտ 1200 քառակուսի կիլոմետր տարածք պետք է տա այդ տարածքի կառուցման համար ճանապարհ եւ Մարգարայի հատվածում եւս որոշակի տարածքային զիջում էր լինելու թուրքական կողմին ըստ այդ լրատվամիջոցի Այդտեղ խնդրահարույց հատված ունենք, թե Ոչ, մենք խնդրահարույց հատված չունենք, այսօր Մարգարայի սահմանը կա, կամուրջը տեղը կանգնած է, երթևեկել էլ կա դրա վրայով, եթե ցանկանում են, եթե իրավունք տալիս են, այնպես որ ոչ մի խնդիր այդտեղ գոյություն չունի։ Ճիշտ է, Արաքսի հունը երբեմն աչուձախ է գնում, փոփոխվում է, բայց մեր սահմանը Արաքսն է, ու գետը որտեղից ջուրը հոսում է, նա մեր սահմանն է։ Երբեմն շարժվում է աչուձախ, ասում եմ, դա բնական է հոսանքների անձրևների պատճառով եւ այլն, բայց մենք տալիք տարածք չունենք Թուրքիային ոչ մեկը։ Եվ որպես քարտեզագետ, ինչպես է գնահատում քարտեզի դերը քաղաքականության մեջ, հատկապես երբ քարտեզը դառնում է գործիք տարածքային հավակնությունների համար։ Գիտեք, քարտեզը դառնում է գործիք հավակնությունների համար, երբ որ դա կեղծվում է։ Երբ որ քարտեզի վրա իրականը ցույց չեն տալի, այլ իրան ցանկացածն են ցույց տալիս։ Դա դառնում է արդեն խնդրո առարկա։ Բայց այդպիսի քարտեզները չեն վավերացվում երկկողմ։ Այն քարտեզներն են արժեք ունեն, որպես իրավական արժեք ունեն, որ երկկողմ հարևանների կողմից երկուսն էլ վավերացրել են։ Իսկ եթե չեն վավերացրել, Ադրբեջանը օրինակ վառ օրինակ ունենք։ Խորհրդային սահմանադրությամբ Ալմատի համաձայնագրի միջոցով Սև լիճի մենակ ծայրամասը հյուսիսային ծայրամասին մենեղ շերտ Ադրբեջանին է պատկանում։ Մնացորդը ամբողջ Հայաստանի տարածքում էր։ Նրանք այսօր առաջ են եկել բացի Սև լիճի չափ 2-3 դրա համավասար տարածք մտել են Հայաստանի տարածք եւ նոր քարտեզներ են տպել, որ ցույց է տալի, որ իրենց իրական սահմանը այդ նորն է, որ իրենք գրավել են արդեն, նաեւ իշխանասարն են գրավել, շրջապատում ուրիշ սարեր են, բարձունքներ են գրավել, այդ քարտեզները ոչ ոք չի վավերացնել, բայց նախկինները վավերացած կան, այն որ գիծը սահմանն ասում է Սև լճի հյուսիսով, երկկողմ Ադրբեջանը եւ Վրաստանը վավերացրել են։ Իսկ այդ նոր գծածը իրենք տպել են իրենց զինվորներին, որ ցույց տան հայ սահմանապահներին, դուք սխալ տեղ եք կանգնած, սա է սահմանը։ Մեր պաշտպանության նախարարությունը ինչ է արել դրա հանդեպ, ես չգիտեմ։ Բայց իրականություն ճիշտ կլիներ, քարտեզը ճիշտ է տպել տար ժողովրդին, որ զինվորներին, որ իմանան իրենք որտեղ են։ Սակայն հին խորհրդային օրենքը դրան հակառակ է, քանի որ ասում է մանրակրկիտ քարտեզները միայն զինվորական շտաբը պիտի տեսնի, ոչ թե ուրիշները։ Իսկ ես այդ բոլոր քարտեզները ներբեռնել եմ մեր համացանցից։ Դրանք որ վրան գրված է գաղտնի քարտեզներ։ Իսկ մեր զինվորները չեն տեսել դրանք։ Հավանաբար վստահ չեմ։ Եվ վերջում ինչ ուղերձ ունեք թե հասարակությանը, թե որոշում կայացնողներին այս գործընթացներին գիտակցված մոտենալու համար, հաշվի առնելով, որ մեր հանրությունը սովոր է տեսնել այդ հայհույհ կերպարով քարտեզը, սակայն մանրամասներին ծանոթ չէ եւ չգիտի կոնկրետ որ հատվածով է անցնում Հայաստանի սահմանը, հատկապես նախքան այն շրջանի, երբ Արցախը դեռ հայկական էր։
Գիտեք ինչ է, մեր հանրությունը ուշադրություն չի դարձնում մանրամասնին։ Եթե ուշադրություն դարձնել մանրամասնի սահմանը որտեղից է անցնում, ինչպես է անցնում, դա այդ խնդիրը մենք չենք ունենալու։ Փոխարենն ըստ հանրության ուշադրությունը գնում է դեպի այդ աղմուկ առաջացնող այսպես նորությունները, որոնք կեղծիքներ են, որոնք տարածում են միայն օգնելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերին։ Ես խորհուրդ կտամ մեր հասարակությանը, մեր հանրությանը մանրակրկիտ հետևել, տեսնել ինչ է այդ քարտեզների վիճակը, իրավիճակը, որը ես աշխատում եմ անել, որտեղ որ ներկա եմ։ Եվ հետո նոր որոշում կայացնել եւ չտարվել ընդդիմության տարածած կամ Ալիևի եւ Ռուսաստանի տարածած այն տեղեկություններին, որ հա Զանգեզուրը յանցքը վերցնելու ենք, մերն էլ լինելու է այդ շրջանի եւ այլն, քանի որ դա Ալիևը անում է իր ներքին շուկայի համար, ներքին ժողովրդի համար, քանի որ մինչև հիմա ասել էր մենք Հայաստանից որտեղ որ իմ զինվորը կանգնած էր, մեր հողն է։ Լինի Հայաստանի ինքնիշխան տարածք, դա մերն է։ Իրենց քարտեզներով էլ 2 տարի առաջ Վայոց ձորի կեսը, Սևանա լճի կեսը, ամբողջ Սյունիքը եւ այլն համարում են իրենց պատմական հայրենիքը։ Մի բան մոռանալով, մի երկիր, որ ծնվել է 1918 թվականին, դրանից առաջ գոյություն չուներ, ինչպես կարող է ունենալ պատմական հողեր։ Մի հատ ուշադրություն դարձնել մեր ժողովուրդը դրան, որ Ադրբեջանը ինչպես է ծնվել, երբ է ծնվել եւ ինչպես կարող է պահանջել պատմական հողեր։ Ալիևը սխալ արեց 2 տարի առաջ ասելով, որ Տիգրանաշենք արխիվում, քանի որ 200 տարի առաջ ադրբեջանցի էր ապրել, ուրեմն ադրբեջանական անկլավ պետք է լինի։ Եթե նույն ձևով մոտենանք խնդրին, առաջի հերթին 200 տարի առաջ Ադրբեջանի երկիր գոյություն չուներ, որ ադրբեջանցի լիներ այնտեղ, բայց եթե նույն ձևով մոտենանք խնդրին, 2000 տարի է, որ Արցախում շրջանում ապրել են հայերը, բոլորը դա գիտեն։ Ուրեմն ամբողջ Արցախը պետք է հայկական անկլավ լինի։ Այս գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտենք։ Շնորհակալ եմ հարցադրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը քարտեզագետ Ռուբեն Գալչյանն էր։ Շնորհակալություն։